Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն։ Դուք քիչ առաջ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ ես ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների պատասխանատուն եմ։ Ընտրական օրենսգրքում հենց ընդհանուր դրույթները առաջին հոդվածը ասում է, որ ընտրությունները անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրությունների իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Ես ընդգծեցի հավասար բառը, որովհետեւ դուք ձեր խոսքում ոչինչ չասացիք մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Այնինչ այսօր արդեն տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից արձանագրվել են իբրև խախտումներ ընտրական այս փուլի, երբ որ հավասար մրցակցությունը ուղղակի բացակայում է այս փուլում։ Սկսած տարածքների վարձակալության խնդիրներից, որի մասին ՀԿ-ները բարձրաձայնել են, վերջացրած նրանից, որ այսօր հիմնական ֆավորիտ ուժի, օրինակ, առաջնորդը գտնվում է կալանքի տակ եւ չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ, ինչպես նաեւ ովքեր որ ոչ իշխանական կուսակցության աջակիցներ են, շտաբի ապագա կամ ներկա աշխատողներ են, հետևեցիք, տոտալ գաղտնալսվում են, նրանց հետապնդում են, այսինքն իրավական որոշակի գործողություններ են իրականացվում կոնկրետ քաղաքական հրահանգի կամ քաղաքական ուղղվածության հետևանքով։ Փոխարենը իշխող կուսակցության ներկայացուցիչները ավտոբուսով երբ շրջում են ամբողջ մարզերում, նախարարները տալիս են կոնկրետ խոստումներ, պետական միջոցներով արված ծրագրերը ներկայացնում են իբրև իրենց գործունեության հիմնական արդյունք եւ դա ամենևին չի խոսում մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Ես կուզենամ, որ դուք որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ գնահատեք այսօր Հայաստանում նախընտրական վիճակը մրցակցային իմաստով եւ երկրորդ այս պահի դրությամբ ովքեր կամ որ կուսակցություններ են գրանցման համար դիմել։ Շնորհակալություն։ Պատասխանեմ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Թովմասյան։ Տիկին Թովմասյան, որևէ քաղաքական ուժից, կուսակցություն, դաշինք մենք չենք ստացել օրինակ դիմում, որ իրենց իրավունքները որևէ կերպ սահմանափակվում են։ Չնայած մենք այս փուլում դեռևս սուբյեկտ որպես կուսակցություններին չունենք, բայց նույնիսկ որ օրինակ, չգիտեմ, իրենք ինչ-որ նախապատրաստական գործողություններ են պատրաստվում անել, բայց ինչ-որ մեկը իրենց իրավունքները խախտում չկա։ Ձեր մատնանշած, որ եթե չեմ սխալվում, Դանիել Յանուսյանի Facebook-յան գրառում ա եղել, որ այսպես տեղեկություններ ենք ստացել։ Այդ տեղեկությունները որևէ կերպ, այսինքն որ կհաստատի կգա կենտրոնական ընտրական հանձնաժողով թեկուզ դիմումի, բողոքի, չգիտեմ, տեսքով չի եղել։ Նախընտրական փուլ է, քաղաքական բանավեճերի, այսպես ենք, մեկ-մեկու մեղադրելու եւ սուր քաղաքական դաշտը գնալով որքան գնում է, սրվում է։ Դա բնական է։ Դա դուք ազատ եք մեկ-մեկու քննադատել ամենասուր ձևով ինչ ուզում եք իրար ասեք, բայց մեր տեսանկյունից պիտի մենք ունենանք կոնկրետ խախտման կամ իրավունքի սահմանափակման փաստ, որով որ մենք զբաղվենք։ Այս մնացած ասենք նկարագրում եք ուղղակի քաղաքական գործիչների, այսպես ենք ներկայիս կարգավիճակներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կալանքներին առնչվում է միայն այն ժամանակ, երբ որ թեկնածուին կալանքից զրկելու հայտ է ներկայացում դատախազության կողմից։ Այսինքն, եթե քաղաքական ուժերը, չգիտեմ, քաղաքական գործիչները այսօր ինչ-որ իրենց կյանքի բերումով ամեն մեկը մի ինչ-որ միջավայրում, ինչ-որ իրականության մեջ է, դա կներեք, դրանով մենք չենք զբաղվում։ Ու այստեղ ես նախընտրական վիճակը, ինչ վերաբերում է նախընտրական վիճակին, ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախընտրական վիճակը ըստ էության որպես ժողովրդավարական երկիր
բնականոն զարգացում է տեղում, այսինքն նկատի ունեմ այդպիսի մի արտառոց երևույթ, որ մեր այս նախընտրական վիճակում ինչ-որ արտառոց երևույթներ տեղում են, ես ամենևին նման փաստ չունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ արտառոց երևույթ է տեղ ունենում, որը օրինակ նման երևույթներ ժողովրդավարական, ասենք զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում տեղի չեն ունենում։ Արձագանք։ Շնորհակալություն։ Այսինքն արձանագրեցինք, որ դուք այնուամենայնիվ նախընտրական շրջանը այս մրցակցային չեք համարում, այլ համարում եք բնականon։ Եթե սխալվեցի դուք ինքներդ ուղեք եւ հայտարեք, մրցակցային եք համարում, թե բնականon, եւ այդ բնականոնի մեջ արդյոք մրցակցայինը մտնում է, թե ոչ։ Սա առաջին, եւ երկրորդ, ես կուզեմ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել, երբ որ դուք ասացիք, որ անցկացրել եք մի քանի ընտրություններ տեղական ինքնակառավարման մարմինների, մենք բոլորս նաև հետևել ենք այդ ընտրությունների եւ ընթացքին եւ հետագա գործողություններին եւ պետք է արձանագրենք, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվեց, մեծ հաշվով ընտրությունների արդյունքների հետ հաշվի չնստեց եւ սկսեցին հետապնդումներ ընտրված ավականիների նկատմամբ, ընտրված համայնքի ղեկավարների նկատմամբ, ընդհանուր մինչև կալանքներ։ Այսինքն ընտրական գործընթացը մենակ այդ քվյատուփին մոտենալը եւ քվյատուփով սահմանափակվելը չի, նաեւ այդ արդյունքների ճանաչումն է, որը որ ըստ էության իշխող ուժի կողմից չի ելևում։ Շնորհակալություն։ Պատասխանեմ։ Տիկին Թոմասյան, եթե մրցակցային չէր լիներ, բնական չէր լինի, ես երբ որ ասում եմ մեր մոտ ինչ որ տեղ ունենում բնական միջավայր, այս նկատում եմ, որ մրցակցային բոլոր քաղաքական գործիչները մեկը մյուսին այսպես ազատ քննադատում են, ազատ արտահայտում են, ազատ իրենց գաղափարները տարածում են, քարոզչական նյութերը ազատ ամենուրեք այսպես ասած տեղադրված են եւ այլ եւ այլ։ Ընտրական օրենսգրքի տեսանյութ, երբ որ ասում ենք հավասարություն, այդ հավասար հնարավորության մասին է խոսքը։ Այլ կերպ ասած, եթե այնպես չլինի, որ մի քաղաքական ուժ հնարավորություն ունենա միայն հեռուստաեթերից օգտվելու կամ, չգիտեմ, վահանակների վրա քարոզչական պաստառներ տիրապետելու, համացանցով գովազ տեղադրելու, Փառք Աստծո, բոլոր քաղաքական ուժերը այսօր ազատորեն իրենց քարոզչությունը իրականացնում են, բնականաբար յուրաքանչյուրը իր, այսպես ասենք, ֆինանսական հնարավորությունների, նաև հանրային աջակցության շրջանակներ, որքան որ հանրային աջակցություն կունենա տվյալ քաղաքական ուժը։ Այսինքն այդ հարցում է։ Տեսեք, մեր խնդիրը ընտրությունները կազմակերպելն է, ազատ, արդար, թափանցիկ, որպեսզի արդյունքները լինեն ընտրողի կամքին համապատասխան, հետընտրական քաղաքական զարգացումները չի կարող լինել, Պարոն Հովհակիմյան, ավարտեք։ Չի կարող լինել որևէ ընտրական մարմնի, այդ թվում ԿՀ-ի իրավասության ներքո, հետընտրական նկատի ունեմ քաղաքական զարգացումներ, որևէ ԿՀ չի կարող զբաղվել, թե հետո ինչ քաղաքական զարգացումներ են տեղ ունենում։